Դե համենայն դեպս գիտեք, եթե հետևենք թե մեր մասին ինչեր են ասում, երբեմն գուցե էմոցիաների տրվում ենք եւ մեր նպատակն է նա, որ ընդհանրապես Հայաստանում քաղաքական կուլտուրան եւ խոսույթը գա մի կետի, որ ձեր նշած երևույթները մեր կողմից էլ մեր դեմ էլ չկիրառվեն եւ դա մեր նպատակն է, բայց ես շատ եմ դրա մասին մտածել, իսկապես ես մտածում եմ, որ մինչև այդ էջը չփակվի հրեա օլիգարխիկ համակարգի Քոչարյան, Սարգսյան, Ծառուկյան, Կարապետյան, Տեր-Պետրոսյան, նոր քաղաքական կուլտուրա հնարավոր չի լինելու ձևավորվել, որովհետև նախ ի սկզբանե այդ ատելության խոսքը գեներացվել է իրենց կողմից եւ այդ նույն կերպ մենք թիրախավորվում ենք ամենավատ ձևերով եւ այդ ազդեցությունը 1, 2, 3, 4, 5 այո կարող է չդրսևորվել, բայց մի ինչ-որ պահի դրսևորվում է եւ ես ձեր մտահոգությունը ընդհանուր առմամբ կիսում եմ եւ կարծում եմ, որ մեր ընդհանուր նպատակը պետք է դա լինի եւ մենք էլ աշխատում ենք, որպեսզի դա հնարավոր դառնա։ Ինչ վերաբերում է խմահաճույքին, բախտի խմահաճույքին թողնելը, ինչպես նախկինում ասել եմ, դա մի թեմա է, որի շուրջ արվում է ամենօրյա աշխատանք, բայց նաև մյուս կողմից այդ աշխատանքը մենք աշխատում ենք հնարավորինս կոնֆիդենցիալ պահել, որովհետև մեր փորձը ցույց է տալիս, որ դրա հրապարակայնացումը ոչ մի խնդիր չի լուծում, բայց նաև մենք հնարավորը անում ենք անազատության մեջ գտնվող անձանց խնդիրը շուտապույտ կերպով լուծել։ Բայց նաև էտել եմ ուզում ասել, որ տեսեք, հիմա նույն ձեր նշած շրջանակների քաղաքական խոսույթներ, հիմա դուք ինձ եք չի ասում, որ բախտի չգիտեմ ոնց ասեք խմահաճույքին ակտորում, բայց ասենք այն խոսույթը, որ օգտագործում է ընդդիմադիր այն ուժերը, որոնց ես անվանում եմ պատերազմի եղագլուխ կուսակցությունը, չի նպաստում, որ մարդիկ այդ մարդկանց խնդիրը լուծեն, որովհետև Ադրբեջանում էլ են, չէ, հետևում քաղաքական խոսույթի եւ տեսնում են, որ թե ինչ խոսույթով է հանդես գալիս պարոն Իշխանյանի մասին է, դուք ասում, հա, Բաբայանը հայնցված ասցիկ Իշխանյանը հիմա տեսնում են, չէ, Իշխանյանի կուսակիցները Հայաստանում ինչ խոսույթներով են հանդես գալիս։ Հիմա դա ազդում է այդ ընդհանուր պրոցեսի վրա։ Իհարկե ազդում է։ Կամ պարոն Բաբայանի թիմակիցները եւ խամախոհները Հայաստանում ինչ խոսույթով են հանդես գալիս, ինչ քաղաքական ուղեգիծ են որդեգրել եւ ուր են տանում իրենց պատկերացրած պրոցեսը։ Այսինքն հիմա այդ տրամաբանությամբ եթե նույն դաշնակցությունը մոտավորապես զարգացնում այն միտքը, թե ասենք օրինակ Ղարաբաղը հետ ենք բերելու, չէ, այսինքն տրամաբանական է, որ նույն քաղաքական ուժի ներկայացուցիչին Ադրբեջանը փորձի րոպե առաջ ազատ արձակի, որ գնա միանա այդ բանին, այդ պրոցեսին ոնց են հետ բերելու։ Պարզա չէ, որ դա կոնֆլիկտի խոսույթ է եւ բերելու է մի ինչ-որ պահի, ինչ-որ մի դրսևոր։ Այսինքն նկատի ունեմ, հա? Վնասում են, դուք ասել ուժերը։ Ես չեմ ուզում ասել, որ իրանք դիտավորյալ ուզում են այդ մարդկանց վնասել, բայց այդ խոսույթը իհարկե վնասում է։
տրամբանական չի, բայց ես դա պետք է ասեմ, որ դա պարզ լինի։ Մենք ասում ենք, բնականաբար մեր գիծը ինչ է։ Մեր գիծը այն է, որ ժողովուրդ կոնֆլիկտը ավարտված է, եւ մենք մեր ժողովրդին հետ ենք ասում, եւ նաեւ մյուս գործընկերների միջազգային, նաեւ Ադրբեջանի հետ խոսած, ասում կոնֆլիկտը ավարտված է, եկեք մնացած զուգահեռ հարցերն էլ լուծենք։ Եվ ինչ արձագանք ենք ստանում, ասում են, քաղաքական այն ուժը, որի ներկայացուցիչն է, օրինակ Դավիթ Իշխանյանը, sense տեքստեր ասում, ոնց է կոնֆլիկտը ավարտված։ Եթե ավարտված է, ինչ են դրոշվառը։ Այսինքն պարզա, եթե այսինքն եթե իրանք ագրեսիվ խոսույթով հանդես են գալիս, ընդհուպ այդպիսի ագրեսիվությամբ, որն է տրամաբանությունը, որ այսինքն մենք այդ մարդկանց ազատենք, որ գան հետո մի հոգի վրա ենթադրենք, ասենք ենթադրենք, իրանք էլ ասում են, այս իշխանությանը հեռացնենք, այս անենք, այն անենք, որ մի հոգի ավել հարձակվի մեր վրա, պարզ չի տրամաբանությունը։ Եվ եթե դրա մասին ենք խոսում, այսօր ամենամեծ խոչընդոտն այդ հարցի լուծման է։ Որտեվ մենք ասում ենք խաղաղություն է, հաստատված է, այո։ Ասում ենք եկեք լուծեք, ասում են բայց մի րոպե, հետո ինչեր են կատարվում։ Ընդ որում սա բան չի, չէ, Ադրբեջանի իր հրապարակային հայտարարությունները վեր է մատնանշում անում։ Ես չեմ ասում հատուկ տենց եմ անում, ես խոսում եմ ընդհանուր միջավայրի և մթնոլորտի մասին և ասում եմ, թե մենք ինչի հետ ենք առնչվում։ Շնորհակալություն կներեք, մենք մենացել ենք, շնորհակալություն ձեր հարցը տվել եք, հարգելի գործընկեր։ Գիտեմ, որ ես հիշում եմ, որ 2019 թվականին Ստեփանակերտում ասել եմ Արցախը Հայաստանը եղել, ես դա հիշում եմ։ Այո, էդ էլ եմ հիշում։ Ոչ, խոսքը նրանից հետո, այո, նրանից հետո իմ ասած երևարված անձին, եթե ոչ բոլորը, մեծ մասը վերադարձել է։ Հիմա անազատության մեջ գտնվում են մարդիկ, ովքեր ավելի ուշ այլ հանգամանքներում են հայտնվել անազատություն։ Եվ ես համոզված եմ, նրանց խնդիրը նույնպես կլուծվի, բայց դրա համար խաղաղության մթնոլորտը պետք է ուժեղանա։ Հասկանում եք, սա շատ պարզ տրամաբանական բան է։ Ես չեմ կարող Դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչին ազատության հասնելու հարցում արդյունքի հասնել, եթե Հայաստանի Հանրապետությունում Դաշնակցություն կուսակցությունը ագրեսիվ, կոնֆլիկտային քաղաքականություն ավարում եւ խոսույթներ օգտագործում։ Սա շատ պարզ բան է, հիմա չեմ ասում, ես ամեն օր չեմ ասում դրա մասին, բայց որ հարցնում եք,